Ախուրյանում հիմնված ջրաշինարարների թաղամասն է, որը կառուցվել է 88-ից հետո։ Թաղամասը մարդկանց ծանոթ է Կուլակավան անունով։ Համեմատաբար նորակառույց բնակֆոնդով թաղամասի փողոցները ասֆալտապատ չեն եղել, գրունտային ճանապարհները երթևեկելի են պահել հարթեցումներով։ Տասնամյակներ անց ջրաշինարարների փողոցներն ասֆալտապատվում են։ Մեքենաները սարսափելի վիճակում էին, չէինք ուզում կենտրոնական փողոցից մեքենան քշել, գալ մինչև տան մոտ։ Այսօր կարող ենք ռիսկով գալ, կանգնեցնել, հաջորդ օրը լվալու կոնե լվանալու կարիք չի լինի։ Այստեղ ընդհանրապես ոչ մի բան չկար, փողոցային ոչ մի տեսակի աշխատանքներ չէր արվել։ Ահավոր վիճակ էր, փոշի, ամենուրեք փոշի, կեղտ։ Սուբվենցիոն ծրագիրը փոխեց թաղամասի ոչ միայն փողոցների, նաև ենթակառուցվածքների վիճակը։ Հին ու մաշված ջրագծերը 2025-ին են նորացվել։ Աշխատանքները հասել են ասֆալտապատմանը։ Գրեթե բոլոր փողոցները երկու փողոց մնում է, որը նախատեսված է այս տարվա սուբվենցիոն ծրագրով, այսինքն մինչև տարեվերջ թաղամասն ամբողջությամբ դուրս կգա ցեխից։ Թաղամասը փորձել ենք միացնել հիմնական այն ասֆալտին, որը տանում է դեպի դպրոց եւ մանկապարտեզ, որովհետեւ թաղի երեխաները եւս 4 ոտքերով հաջախեն դպրոց եւ մանկապարտեզ։ Գրունտային ճանապարհներ։ Ինքը ընդհանուր քանդված վիճակեր լրիվ վերանորոգման ենթակա փողոցներ էր։ Հիմիկվա դրությամբ ավարտի վրա իրականացնում ենք ասֆալտբետոնե աշխատանքները։ Մայթեր եզրակալեր լրիվ ավարտին հասված ավարտական փուլում ենք։ Ավարտը տարեվերջին է շինարարն առանց ժամկետներ խախտելու ջրաշինարարներում կավարտի ծրագիրը։ Այն ճանապարհաշինական սուբվենցիոն խոշոր ծրագրերից մեկն է։ Շինարարության արժեքը 500 միլիոն դրամ է։ Այս փողոցը հետաձգվել էր պարզ պատճառով նախորդ տարի, քանի որ ջրագծերը անմխիթար վիճակում էր եւ ծրագիրը հետաձգվեց, մինչեւ ջրագծերը փոխարինվեցին, այդ ջրագծերի փոխարինումը եւս կատարվել է ամբողջությամբ կառավարության միջոցներով։ Եվ հիմնականում փորձում ենք այն ճանապարհները, որը տագի ենթակառուցվածքների խնդիր ունենք, սկսենք այդտեղից, որովհետեւ հետո նորից ասֆալտը քանդելու խնդիր չառաջանա։ Շուրջ 2300 գծամետր ճանապարհ եւ 18000 քառակուսի մետր մակերեսի ասֆալտապատում։ Շինարարական այն ծավալն է, որն իրականացվում է ջրաշինարարների թաղամասում։ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը նշում է, որ պետություն համայնք համագործակցությամբ բարեկարգվում են համայնքի 23 բնակավայրերի ճանապարհները։ Բոլոր գյուղերում էլ այս պահին ճանապարհաշինական, բակային տարածքների բարեկարգման, դեպի դպրոցներ ու մանկապարտեզներ տանող փողոցների ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 4.5 միլիարդ դրամ է։ Ներդրումների եւ փողոցաշինական աշխատանքների ծավալները համայնքապետը աննախադեպ է համարում։ Ծավալները աննախադեպ են, քանի որ եթե համեմատեմ նախորդ 35 տարվա աշխատանքների հետ, մի տարում գերազանցել ենք այդ 35 տարվա եղած ասֆալտապատման աշխատանքներին։ Նաև ունենք ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կատարվում են անմիջապես կառավարության միջոցներով։ Կառավարության միջոցներով հիմնանորոգվում է Գյումրի Արևիկ Այգաբաց 10.5 կիլոմետր երկարության ճանապարհը, որի աշխատանքները նախորդ տարվանից են սկսվել։ 2 միլիարդ դրամ արժողության ծրագրով հիմնանորոգվող ճանապարհի մեծ մասն արդեն ասֆալտապատված է։ Ախուրյանի մի քանի բնակավայրերով անցնող ճանապարհահատվածներում մայթեր, ջրահեռացման համակարգեր, անցումներ ու կամրջակներ են կառուցվում։ Այս պահին ունենք մեկնարկվելիք աշխատանք Ախուրյանից մինչև ջրառատ տանողը մոտ 10 կիլոմետր, որը եւս կառավարության միջոցներով է, նաեւ այս պահին նախագծման փուլում է Ախուրյանի հիմնական կենտրոնական ճանապարհը ելի կառավարության միջոցներով։ Սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև կառավարության ֆինանսավորմամբ Ախուրյանում ընթացող ճանապարհաշինական բոլոր ծրագրերն ուղղված են գյուղական բնակավայրերի տնտեսական աշխուժացմանը, իսկ նոր ենթակառուցվածքների կառուցումը կամ նորացումը, որոնք դարձյալ իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով, կփոխեն գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց կենսական պայմանները։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։